Երբ զգացել եք, որ այն մարդը, ով ձեզ ամենաշատն էր սեր խոստանում, հենց նա էլ ձեզ ամենաշատն է կործանել։ Այսօր դուք կլսեք մի կնոջ պատմությունը, ով մտավ դատարան հղի, մենակ անտեսանելի։ Բայց այն, ինչ թվում էր հերթական պարտություն, վերածվեց ուժի, որ ոչ ոք չէր սպասում։ Մնացեք ինձ հետ, որովհետև գուցե այս պատմությունը ձեր մասին շատ ավելին է պատմում, քան պատկերացնում եք։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով։ Դատարանի դահլիճն ավելի լիքն էր, քան սովորականը երանում այդ անձրոտ առավոտյան։ Օդում լարվածություն կար, կարծես ինչ-որ բան պայթելու էր։ Մարդիկ նստած էին փայտե նստարաններին, նրանց մեջ լրագրողներ, իրավաբանության ուսանողներ, ընտանիքի անդամներ, մի քանի հետաքրքրասերներ, սպասում էին, շնջալով միմյանց հետ։ Սա պարզապես ամուսնալուծության հերթական գործը չէր։ Սա մի պատմություն էր, որը, թե շատերը դեռ չգիտեին, ընդմիշտ կնշանավորեր բոլոր ներկաներին։ Լուր հանդիսատեսի մեջ Մարիամը մտավ զսպված քայլերով դատարկ հայացքով, կարծես արդեն ավելի շատ բեռ էր կրում, քան պետք է։ Նրա զգեստը պարզ էր, մազերը հավաքված անփույթ հանգույցով, նրա ձեռքերը հանգչում էին որովայնին, մոր լուր քնքշանքով, ով պատրաստվում էր ծնել ոչ միայն երեխա, այլ իր նոր տարբերակը։ Նա մենակ էր։ Ոչ մի հարազատ կողքին։ Ոչ մի փաստաբան մոտակայքում չէր նստած։ Միայն նրա ներկայությունն էր, ով հյուծված է, բայց վճռական։ Նա շուրջը նայեց դատարանին, կարծես փորձում էր ինչ-որ ծանոթ բան գտնել, ինչ-որ բան, որը կմխիթարեր նրան այդ ցուրտ ու անձնական վայրում։ Մաշված կանաչ ներկված պատերը կարծես կլանում էին բարձր պատուհաններից ներս մտնող ողջ լույսը։ Բորբոսի հոտը, խառնված ինչ-որ էժան մաքրող միջոցի բույրին, ներթափանցում էր նրա քթանցքները, ստիպում նրան ավելի սրտխառնոց զգալ։ Կամ գուցե դա պարզապես հղիությունն էր։ Կամ գուցե դա բոլորը միասին էր, այնտեղ լինելու բեռը, այդ պահին, դիմակայելով այն մարդուն, ով մի օր խոստացել էր սիրել նրան հավերժ։ Մի քանի վայրկյան անց շշուկներն ուժեղացան այն մարդու մուտքով, ով նախկինում խոստացել էր լինել նրա ապահով նավահանգիստը։ Հակոբը մտավ կոկիկ կոստյումով, վստահ հայացքով, ձեռքերում կրում էր այն կնոջը, ում հետ այժմ ցուցադրում էր բացահայտ սիրավեպ, արված տեսանելի լինելու վիրավորելու համար։ Նոր ընկերուհին, Հռիփսիմեն, քայլում էր կարծես ցուցադրություն աներ։ Կրունկի յուրաքանչյուր կտկտոցը փայլեցված հատակին կարծես հաշվարկված էր։ Նա չէր սահմանափակվում շուրջը նայելով, նա ձգտում էր, որ իրեն նկատեն։ Եվ նկատեցին։ Մարիամը զգաց, որ ստամոքսը շրջվում է, երբ տեսավ նրանց երկուսին միասին մտնող։ Սա առաջին անգամը չէր, որ տեսնում էր Հռիփսիմեին, բայց առաջին անգամն էր, որ տեսնում էր նրան այնտեղ, այդ միջավայրում, կարծես նա ամբողջ իրավունքն ուներ ներկա լինելու։ Կարծես նա այդ պատմության օրինական մասն էր։ Կարծես նա չէր այն մարդը, ով ամեն ինչ կործանել էր։ Նստելով Մարիամի հետում, Հռիփսիմեն թեքվեց շշնջաց շաքարած թույնով։ Զգույշ եղեք վեր կենալիս։ Հղի կանայք այնքան անշնորհք են քայլում, դուք արդեն ընկել եք նախկինում, չէ՞։ Այդ արտահայտությունն ավելի շատ կտրեց, քան ցանկացած ստորագրված թուղթ։ Բայց ամենավատը դեռ առջում էր։ Իրոնիկ ժպիտներով նա ցույց տվեց իր փայլուն մատանին։ Նա ասաց, որ երբեք այսքան ճիշտ ընտրություն չի արել։ Որ ինձ հետ ամեն ինչ ավելի իմաստալից է։ Մարիամը լուռ մնաց։ Ոչ թե այն պատճառով, որ թույլ էր, այլ այն պատճառով, որ շատ անգամ, ցավով, սովորել էր, որ սադրանքներին պատասխանելը նման է բենզինով կրակ հանգցնելուն։ Այնուամենայնիվ, նրա շուրջը աշխարհը կարծես փլուզվում էր։ Շշուկներ, կարեկցական հայացքներ, քողարկված վրդովմունք, անքողարկելի ամոթ։ Այդ հղի կինը, մենակ, փորձում էր ներսից չփլուզվել, մինչդեռ դրսից պատռվում էր։ Նա մեկ ակնթարթ փակեց աչքերը, փորձեց կենտրոնանալ շնչառության վրա։ Ներշնչել։ Արտաշնչել։ Սա էր հոգեբանը սովորեցրել։ Երբ ամեն ինչ չափազանց շատ է թվում, վերադարձեք շնչառությանը։ Բայց ինչպես վերադառնալ շնչառությանը, երբ նրա հետում ասված յուրաքանչյուր բառ դանակի հարվածի պես էր։ Ինչպես հանգստություն պահպանել, երբ այն մարդը, ով օգնել էր կործանել նրա ամուսնությունը, այնտեղ էր, սադրելով, ծիծաղելով, ցուցադրելով։ Հենց այդ ժամանակ մտավ դատավորը։ Միջին տարիքի, փորձառու, խորաթափանց հայացքով խիստ կեցվածքով մի մարդ։ Դոկտոր Հարություն Կարապետյանը Երանում հայտնի էր որպես արդար, բայց խիստ դատավոր։ Երբ նա մտավ սենյակ, լռությունը իջավ կարծես վարագույր։ Դա ոչ միայն հարգանք էր, այլ կոլեկտիվ բնաստ, որ ինչ-որ բան փոխվելու էր։
Նա չնայեց Հռիփսիմեին, չնայեց Հակոբին։ Նրա աչքերը ուղիղ Մարիամի վրա էին, նստած արջում, այտուցված աչքերով, բայց ուղիղ մեջքով։ Նրա մեջ ինչ-որ բան կար, որը գրավում էր ուշադրությունը, նույնիսկ առանց բառերի։ Արժանապատվության մի հազվագյուտ տեսակ, որը ծնվում է միայն ցավի մեջ։ Դատավարությունը սկսվեց։ Առաջինը վեր կացավ Հակոբի փաստաբանը, բարձրահասակ, ակնոցով մի մարդ, ով դրամատիկորեն ժեստեր էր անում խոսելիս։ Մեծարգո դատարան, իմ հաճախորդը պարկեշտ, աշխատասեր մարդ է, ով միշտ ապահովել է իր ընտանիքը։ Այստեղ մենք տեսնում ենք հայցվորի գերզգայունության իրավիճակ, որն ավելի է սրվել հղիության պատճառով։ Իմ հաճախորդը բազմիցս փորձել է պահպանել տան ներդաշնակությունը, բայց դա անհնար էր տրամադրության մշտական փոփոխությունների անհիմն մեղադրանքների պայմաններում։ Մարիամը խոսքերը զգաց որպես հարվածներ։ Գերզգայունություն, տրամադրության փոփոխություններ, անհիմն մեղադրանքներ։ Այսպես էին նկարագրում իր պատմությունը։ Այսպես էին ամիսների լքվածությունը, նվաստացումը, դավաճանությունը վերածում մի բանի, որը թվում էր իր մեղքը։ Հակոբը խոսելիս կարծես մարմնավորում էր ողջամիտ մարդու դերը։ Նա պնդեց, որ Մարիամը չափազանց զգայուն էր, որ հղիությունը ազդում էր նրա զգացմունքների վրա, որ վեճերը թյուրիմացություններ էին։ Նա իրեն պատկերացրեց որպես անկայուն կնոջ զոհ, մինչդեռ Հռիփսիմեն ժպտում էր, կարծես ռոմանտիկ կատակերգություն դիտեր։ Մեծարգո դատարան, ասաց Հակոբը, իր ձայնը հաստատուն վերահսկվող, ես միշտ սիրել եմ իմ կնոջը։ Բայց եկավ մի պահ, երբ հասկացավ, որ նա այլս այն կինը չէր, ում հետ ամուսնացել էի։ Փոփոխություններն սկսվեցին նուրբ, բայց հետո դարձան անտանելի։ Ամեն ինչ վեճի պատճառ էր։ Ես շատ էի աշխատում, ես քիչ էի աշխատում։ Ես ուշադրություն չէի դարձնում նրան, ես խեղդող էի։ Ճիշտ անելու միջոց չկար։ Եվ երբ մենք իմացանք հղիության մասին, մտածեցի, որ ամեն ինչ կլավանա, բայց վատացավ։ Նա դարձավ պարանոիկ, մեղադրելով ինձ այնպիսի բաների համար, որոնք երբեք չեմ արել։ Մարիամը ձեռքերը սեղմեց ծնկներին։ Նրա յուրաքանչյուր բառ լավ կառուցված սուտ էր, իր ապրած իրականության խեղաթյուրում։ Նա ուզում էր բղավել, ուզում էր վեր կենալ ճշմարտությունն ասել, բայց նրա մարմինը կարծես կպած էր աթոռին։ Չհավատալու վախն ավելի մեծ էր, քան իրեն պաշտպանելու ցանկությունը։ Բայց դատավորը չենթարկվեց։ Հաջորդ րոպեների ընթացքում նա ուշադրությամբ լսեց։ Դիտեց ժեստերը։ Ուսումնասիրեց լռությունները։ Եվ մի պահ, երբ բոլորը սպասում էին ընթացակարգային շարունակության, նա վերցրեց մի դոսիե։ Նրա արտահայտությունը մնաց չեզոք, բայց նրա աչքերում ինչ-որ բան կար, որը ցույց էր տալիս, որ նա նման իրավիճակներ տեսել էր նախկինում։ Պարոն Հակոբ, ասաց դատավորը, իր ձայնը հանգիստ, բայց հաստատուն, դուք պնդում եք, որ ձեր կինը դարձել է անկայուն պարանոիկ։ Կարող եք ինձ տալ այդ մեղադրանքների կոնկրետ օրինակներ, որոնք դուք անհիմն եք համարում։ Հակոբը վայրկյանի մի մասնիկով վարանեց, բայց արագ ապաքինվեց։ Նա ասում էր, որ ես սիրուհի ունեի, մեծարգո դատարան։ Որ ես ստում էի իմ աշխատանքային պարտականությունների մասին։ Որ ես միտումնավոր հեռանում էի նրանից։ Բայց դրանք պարզապես նրա պրոյեկցիաներն էին։ Ես երբեք իրական պատճառներ չեմ տվել այդ կասկածների համար։ Դատավորը դանդաղ գլխով արեց, կարծես տեղեկատվությունը մշակեր։ Եվ երբեք ծանոթացել տիկին Հռիփսիմեի հետ։ Հարցը ռումբի պես ընկավ։ Հակոբը արագ թարթեց աչքերը, նրա վստահությունը տատանվում էր։ Հռիփսիմեն, ով մինչ այդ դիտում էր ինքնագոհ ժպիտով, ուղղվեց աթոռին։ Ես նրան ծանոթացել եմ բաժանվելուց հետո, մեծարգո դատարան։ Երբ Մարիամը ես արդեն հուզականորեն միասին չէինք։ Դատավորը թերթեց դոսիեն։ Հետաքրքիր է։ Որովհետև ըստ այստեղ ունեցածս գրառումների կան ապացույցներ ձեր տիկին Հռիփսիմեի միջ հաղորդակցության մասին, որոնք թվագրվում են պաշտոնական բաժանվելուց 6 ամիս առաջ։ Հաղորդագրություններ, զանգեր, փաստաթղթավորված հանդիպումներ։ Դատարանում շշուկ անցավ։ Մարիամը զգաց, որ սիրտը արագանում է։ Նա չգիտեր, որ ապացույցներ կային։ Նա կասկածել էր, լացել էր, դիմակայել էր, բայց երբեք վստահ չէր եղել։ Հիմա, այնտեղ, բոլորի առջ, ճշմարտությունը բացահայտվում էր։ Հակոբը փորձեց խոսել, բայց նրա ձայնը դողաց։ Մեծարգո դատարան, ես կարող եմ բացատրել։ Սկզբում դրանք պարզապես պրոֆեսիոնալ զրույցներ էին։ Հռիփսիմեն աշխատում էր նույն շենքում, ինչ ես։
Անխուսափելի էր, որ մենք շփում ունենայինք։ Դատավորը շարունակեց անտարբեր։ Պրոֆեսիոնալ զրույցներ, որոնք ներառում էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «քեզ կարոտում եմ, չեմ կարողանում այլս ծածնել»։ Պրոֆեսիոնալ զրույցներ, որոնք տեղի էին ունենում առավոտյան ժամը 2-ին։ Դուք պետք է օգնեք ինձ հասկանալ, պարոն Հակոբ, որովհետև ինձ թվում է, որ ձեր կնոջ պարանոյային իրական հիմքեր ուներ։ Ազդեցությունը անմիջական էր։ Շոկի ձայն անցավ նստարաններով։ Հռիփսիմեն լայն բացեց աչքերը։ Հակոբը փորձեց խոսել, բայց բառերը անհամաձայնեցված էին դուրս գալիս։ Մարիամը զգաց, որ տաք արցունքներ են հոսում դեմքով, բայց այս անգամ դրանք ամոթի կամ ցավի արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին։ Ինչ-որ մեկը տեսնում էր։ Ինչ-որ մեկը հասկանում էր։ Ինչ-որ մեկը ճշմարտության կողմն էր։ Դատավորը այնուհետ հաստատակամորեն պահանջեց, որ հռիփսիմեն հեռանա իրավական ներկայացուցչություն ունեցող ընտանիքի անդամների համար նախատեսված տարածքից։ Երբ նա դիմադրեց, պնդելով, որ իրավունք ունի այնտեղ լինել, աջակցելով Հակոբին, դատավորը ուղիղ խոսեց. «Տիկին, դուք ոչ ընտանիք եք, ոչ էլ իրավական կապ ունեք այս գործով ներգրավված կողմերի հետ։ Ձեր ներկայությունը ակնհայտորեն լրացուցիչ անհարմարություն է պատճառում հայցվորին։ Խնդրում եմ հեռանալ, այլապես ձեզ կուղեկցեն»։ Հռիփսիմեն վեր կացավ, դեմքը կարմրած նվաստացումից։ Առաջին անգամ նրա կրունկներն ավելի ցածր էին թվում։ Նա կայծակնային հայացք նետեց Մարիամին, կարծես ամեն ինչ նրա մեղքը լիներ, դուրս եկավ դատարանից, ուղեկցությամբ։ Դահլիճում բացարձակ լռություն տիրեց։ Մարիամը նայեց իր ձեռքերին։ Դրանք թեթակի դողում էին, բայց ինչ-որ այլ բան կար։ Առաջին անգամ ամիսների ընթացքում նա զգաց, որ գուցե, պարզապես գուցե, ամեն ինչ կարող է նորից իմաստալից դառնալ։ Դատավորը նրա վրա կենտրոնացրեց իր ուշադրությունը։ «Տիկին Մարիամ, կցանկանայիք խոսել։ Գիտեմ, որ փաստաբանով չեք, բայց սա այն պահն է, որ դուք ներկայացնեք փաստերի ձեր տարբերակը»։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Նրա ձայնը, որն այդքան երկար լռել էր, հիմա պետք է լսվեր։ Նա նայեց Հակոբին, ով խուսափում էր իր հայացքից, իսկ հետո դատավորին։ Դանդաղ նա վեր կացավ, մի ձեռքը հենելով իր արջի սեղանին։ «Մեծարգո դատարան», սկսեց նա, իր ձայնը սկզբում ցածր, բայց ուժ ստանալով, «ես անկայուն կին չեմ։ Ես պարանոիկ չեմ։ Եվ ես թույլ չեմ։ Բայց երկար ժամանակ ինձ ստիպում էին հավատալ, որ ես այդ ամենն եմ։ Դա դանդաղ գործընթաց էր, գիտեք։ Սկսվեց փոքր բաներից։ Նա ուշ էր գալիս տուն, երբ ես հարցնում էի, թե որտեղ էր, նա ասում էր, որ ես վերահսկող եմ։ Երբ ես նկատում էի, որ նա հեռու է, նա ասում էր, որ ես չափազանց կարիքավոր եմ։ Երբ ես տարօրինակ հաղորդագրություններ էի գտնում նրա հեռախոսում, նա ասում էր, որ ես ներխուժում եմ նրա անձնական կյանք, որ ես չեմ վստահում նրան, որ ես խնդիրներ եմ ստեղծում, որոնք գոյություն չունեին։ Նա դադարեց, սրբելով հոսող արցունքները։ Եվ ես հավատացի։ Ես հավատացի, որ խնդիրը ես էի։ Որ ես պետք է փոխվեի։ Որ ես պետք է ավելի քիչ պահանջկոտ լինեի, ավելի քիչ զգացմունքային, ավելի քիչ ամեն ինչ։ Այսպիսով, երբ իմացա, որ հղի եմ, մտածեցի, որ դա նոր սկիզբ կլինի։ Որ նա նորից կնայի ինձ, ինչպես առաջ։ Բայց հակառակն եղավ։ Նա էլ ավելի հեռացավ։ Եվ երբ ես նրան ամենաշատն էի կարիք ունենում, երբ իմ մարմինը փոխվում էր, ես վախեցած էի աջակցության կարիք ունեի, նա նրա հետ էր։ Հակոբը գլուխը կախեց։ Նրա փաստաբանը փորձեց միջամտել, բայց դատավորը ձեռքը բարձրացրեց, խնդրելով լռություն։ «Տիկին, կարող եք շարունակել», ասաց նա մեղմորեն։ Մարիամը գլխով արեց։ «Ես վրեժ չեմ ուզում, մեծարգո դատարան։ Ես պարզապես արդարություն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ իմ երեխան մեծանա, իմանալով, որ իր մայրը պայքարել է իր համար։ Որ նա չի հանձնվել, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար էր թվում։ Եվ ես ուզում եմ, որ նա իմանա, որ չնայած ամեն ինչին, չնայած ցավին դավաճանությանը, իր մայրը երբեք չի կորցրել իր արժանապատվությունը»։ Դատարանում լռություն էր։ Մարդիկ, ովքեր մտել էին պարզապես դիտելու, հուզված էին։ Ոմանք միմյանց ձեռքերն էին սեղմում լուռ համերաշխությամբ։ Մարիամը նորից նստեց, հյուծված, բայց թեթացած։ Նա խոսել էր։ Վերջապես, նա խոսել էր։ Դատավորը երկար ժամանակ դիտեց Մարիամին, նախքան խոսելը։ «Տիկին Մարիամ, այն, ինչ դուք նկարագրում եք, անուն ունի։
Այն կոչվում է հուզական մանիպուլյացիա։ Եվ դա բռնության միծ է, որն անտեսանելի, բայց խորը հետքեր է թողնում։ Այս դատարանը շատ լուրջ է վերաբերվում նման իրավիճակներին։ Այնուհետ նա շրջվեց դեպի Հակոբը։ Պարոն Հակոբ, դուք ունեք ասելու որևէ բան ձեր պաշտպանության համար։ Եվ խնդրում եմ ազնիվ լինել, որովհետև մենք արդեն բավարար ապացույցներ ունենք ձեր փաստերի տարբերակը լրջորեն կասկածի տակ դնելու համար։ Հակոբը գուլ տվեց։ Նա նայեց Մարիամին, հետո դատավորին, առաջին անգամ լսումների սկզբից ի վեր, կարծես ամբողջովին կորցրեց իր հանգստությունը։ Ես չէի ուզում, որ ամեն ինչ հասներ այս կետին։ Ես չէի պլանավորել ներգրավվել Հռիփսիմեի հետ։ Դա պատահեց։ Եվ երբ պատահեց, ես չգիտեի, թե ինչպես վարվել։ Այսպիսով, ես փորձեցի շարունակել ձացնել, որ տանը ամեն ինչ կարգին է, բայց այդպես չէր։ Եվ այո, գուցե ես անարդար էի Մարիամի նկատմամբ։ Գուցե ես մեղքը դրեցի նրա վրա, երբ մեղքը իմն էր։ Գուցե, կրկնեց դատավորը, իր ձայնը հեգնանքով լի։ Պարոն Հակոբ, ձեզ չեն մեղադրում արտամուսնական հարաբերություն ունենալու համար։ Դա, թե բարոյապես կասկածելի է, հանցանք չէ։ Այստեղ կասկածի տակ է դրվում ձեր ընդունած վարքագծի օրինաչափությունը։ Այս դոսիում առկա հաղորդագրությունները ցույց են տալիս ոչ միայն սիրավեպ։ Դրանք ցույց են տալիս ձեր կնոջը հուզականորեն ապակայունացնելու միտումնավոր ծրագիր։ Դատավորը բացեց դոսիեն, սկսեց կարդալ։ Այստեղ, օրինակ, ձեր մի հաղորդագրությունը տիկին Հռիփսիմեին, ասելով, եթե ես շարունակեմ ստիպել նրան կասկածել իրեն, ավելի հեշտ կլինի, երբ ես ամուսնալուծություն խնդրեմ։ Նա կմտածի, որ դա իր մեղքն է։ Կամ այս մյուսը, ես կսկսեմ ավելի շատ դուրս գալ, նրան մենակ թողնել։ Հղի մենակ, նա ավելի փխրուն կդառնա։ Դատարանում ծանր լռություն տիրեց։ Մարիամը զգաց, կարծես ողջ օդը ներծծվել էր սենյակից։ Ուրեմն ճիշտ էր։ Ամեն ինչ պլանավորված էր եղել։ Ամեն անգամ, երբ նա կասկածում էր իրեն, ամեն անգամ, երբ նա իրեն խելագար էր զգում, ամեն անգամ, երբ նա մտածում էր, որ չափազանցում է, դա այն պատճառով էր, որ նա դա միտումնավոր էր անում։ Հակոբը փորձեց խոսել, բայց դատավորը ընդհատեց նրան։ Ոչ, պարոն Հակոբ։ Դուք արդեն բավականաչափ խոսել եք։ Եվ այն, ինչ դուք ասացիք, զուգորդված մեր ունեցած ապացույցների հետ, շատ պարզ պատկեր է ստեղծում։ Սա ամուսնալուծության պարզ գործ չէ։ Սա համակարգված հոգեբանական բռնության գործ է։ Մարիամը չէր կարողանում դադարեցնել լացը։ Բայց հիմա արդյունքները տարբեր էին։ Դրանք ազատագրման արդյունքներ էին։ Ինչ որ մեկը տեսել էր։ Ինչ որ մեկը հասկացել էր։ Նա խելագար չէր։ Նա երբեք չէր եղել։ Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց, նախքան քննարկումները շարունակելը։ Մարիամը մնաց նստած, մինչ դատարանը դատարկվում էր։ Նա գնալու տեղ չուներ։ Դրսում ոչ ոք չէր սպասում նրան։ Նա մենակ էր, ինչպես միշտ եղել էր վերջին ամիսներին։ Բայց առաջին անգամ այս մենակությունը այնքան էլ սարսափելի չէր թվում։ Ասացեք ինձ, թե ինչ է ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Երբ ընդմիջումից հետո դատարանը նորից լցվեց, Մարիամը նկատեց, որ ինչ-որ բան փոխվել է։ Ոչ միայն վայրի մթնոլորտում, այլ իր ներսում։ Կարծես մի մառախուղ, որը ամիսներ շարունակ ծածկել էր նրա միտքը, վերջապես սկսել էր ցրվել։ Մարդիկ, ովքեր վերադառնում էին իրենց տեղերը, նրան այլ կերպ էին նայում։ Դա այլս կարեկցանք չէր։ Դա հարգանքի, գուցե նույնիսկ հիացմունքի մոտ մի բան էր։ Հակոբը վերադարձավ միայն իր փաստաբանի ուղեկցությամբ։ Հռիփսիմեն այլս ներկա չէր, նրա բացակայությունը ամեն ինչ ավելի քիչ թատերական, ավելի քիչ կատարողական էր դարձնում։ Նա հիմա ավելի փոքր էր թվում, առանց սիրուհու ներկայության, իր ընտրությունները հաստատելու համար։ Նա նստեց, ուսերը թեթակի իջեցրած, խուսափելով նայել Մարիամի կողմը։ Դատավորը վերադարձավ, դեռ չնստած, նրա արտահայտությունն արդեն ցույց էր տալիս, որ նիստը վճռական կլինի։ Նա մի քանի թուղթ դասավորեց սեղանին, ակնոցը շտկեց, նախքան խոսելը։ Ներկայացված ապացույցները մանրակրկիտ վերլուծելուց երկու կողմերին էլ լսելուց հետո, նախքան նախնական որոշումները կայացնելը, պետք է պարզաբանեմ մի քանի կետ։ Մարիամը ուղղեց մեջքը, փորձելով վերահսկել կրծքի մեջ աճող անհանգստությունը։
Նրա ձեռքերը դեռ թեթակի դողում էին, բայց նա դրանք ամուր պահում էր ծնկներին, կարծես իրեն պահելը միակ բանն էր, որ խանգարում էր նրան փլուզվել։ Առաջին հերթին, շարունակեց դատավորը, ցանկանում եմ անդրադառնալ հայցվորի հոգեկան առողջության հարցին, որն այդքան շեշտվել է պատասխանողի պաշտպանության կողմից։ Ասվել է, որ տիկին Մարիամը ցուցաբերում է զգալի հուզական անկայունություն, ուժեղացված հղիությամբ։ Սակայն պարոն Հակոբի պաշտպանության կողմից ներկայացված բժշկական հոգեբանական եզրակացությունները չեն հաստատում այդ պնդումը։ Այն, ինչ մենք տեսնում ենք զեկույցներում, մի կին է, ով բախվում է ծանր իրավիճակային սթրեսի, ինչը լիովին հասկանալի է, հաշվի առնելով դավաճանության համակարգված հուզական մանիպուլյացիայի համատեքստը։ Հակոբի փաստաբանը սկսեց վեր կենալ, բողոքելու համար, բայց դատավորը ձեռքը բարձրացրեց։ Դեռ չեմ ավարտել, դոկտոր։ Այս գործում առկա փաստաթղթերը, ներառյալ պարոն Հակոբի տիկին Հռիփսիմեի միջ փոխանակված հաղորդագրությունները, ցույց են տալիս վարքագծի մի օրինաչափություն, որը հոգեբանական բռնություն է։ Մենք չենք խոսում մի մարդու մասին, ով պարզապես սիրահարվել է մեկ ուրիշի։ Մենք խոսում ենք կնոջը հուզականորեն ապակայունացնելու, նրան ստիպելու կասկածել իր սեփական մտքի առողջությանը, ամուսնալուծության գործընթացը հեշտացնելու նպատակով, որը բացառապես կօգուտ էր պարոն Հակոբին։ Մարիամը կոկորդում կուտակված կույտ զգաց։ Այդ բառերը այդքան պարզ, այդքան հեղինակությամբ ասելը հաստատում էր տարիների ցավը, որը նա լուռ պահել էր։ Քանի անգամ էր նա իրեն հարցեր տվել։ Քանի անգամ էր նա մտածել, որ իրականում խելագարվում է։ Դատավորը շարունակեց, նրա ձայնը հաստատուն արձագանքում էր դահլիճում։ Մենք այստեղ ունենք բացահայտ հաղորդագրություններ, որոնք ցույց են տալիս սոցիալական մեկուսացման, պաշտպանության քողի տակ ֆինանսական վերահսկողության, հայցվորի զգացմունքների մշտական անվավերացման միտումնավոր ռազմավարություններ։ Մի հաղորդագրության մեջ պարոն Հակոբը գրում է տիկին Հռիփսիմեին, մեջբերում եմ. Եթե ես շարունակեմ ասել, որ նա չափազանցում է ամեն անգամ, երբ նա ինչ-որ բանից բողոքում է, ի վերջո նա կդադարի բողոքել, պարզապես կընդունի ամեն ինչ։ Մեջբերման ավարտ։ Վրդովմունքի շշուկ անցավ դատարանով։ Հակոբը էլ ավելի խոնարհեց գլուխը, ձեռքերը սեղանի վրա խաչած։ Նրա փաստաբանը կատաղիորեն գրում էր նոթատետրում, հավանաբար փորձելով գտնել վնասը նվազագույնի հասցնելու որևէ միջոց։ Սա, շարունակեց դատավորը, շփոթված կամ դժբախտ ամուսնու վարքագիծ չէ։ Սա հաշվարկված հոգեբանական բռնություն է։ Եվ այն, ինչն ավելի է սրում այն է, որ դա տեղի է ունեցել հայցվորի հղիության ընթացքում, մի ժամանակահատվածում, երբ ցանկացած կին հատկապես խոցելի է, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն։ Մարիամը զգուշորեն սրբեց դեմքից հոսող արցունքը։ Նա այլս չէր ուզում լացել, չէր ուզում թույլ թվալ, բայց անհնար էր զսպել հույզերը։ Այդքան երկար նա այդ բեռը միայնակ գրել էր, կասկածելով իրեն, մեղադրելով իրեն, հավատալով, որ գուցե Հակոբը ճիշտ էր, նա իրականում չափազանց զգայուն էր, չափազանց դրամատիկ, չափազանց խնդրահարույց։ Մեծարգո դատարան, վերջապես ասաց Հակոբի փաստաբանը, վեր կենալով, ես հասկանում եմ ապացույցների լրջությունը, բայց պետք է նշեմ, որ իմ հաճախորդը խորապես զղջում է իր արարքների համար։ Նա ընդունում է, որ լուրջ սխալներ է գործել, պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է պատճառված վնասը հատուցելու համար։ Նա ցանկանում է լինել ապագա երեխայի համար ներկա հայր։ Դատավորը ուղիղ նայեց փաստաբանին։ Ձեր հաճախորդի զղջումը գովելի է, դոկտոր, բայց զղջումը չի ջնջում նրա գործողությունների հետանքները։ Իսկ ինչ վերաբերում է ներկա հայր լինելուն, դա կորոշվի այս դատարանի կողմից, հիմնվելով այն բանի վրա, թե ինչն է լավագույնը երեխայի համար, ոչ թե այն, ինչն ավելի հարմար է պարոն Հակոբի համար։ Այնուհետ նա շրջվեց դեպի Հակոբը։ Պարոն Հակոբ, դուք նախորդ հարաբերություններից երեխաներ ունեք։ Ոչ, մեծարգո դատարան։ Սա կլինի իմ առաջին երեխան։ Իսկ տիկին Մարիամը, սա նույնպես նրա առաջին մայրության փորձը կլինի։ Այո, մեծարգո դատարան, պատասխանեց Մարիամը, նրա ձայնը դեռ դողդոջուն, բայց լսելի։ Դատավորը մտածկոտ գլխով արեց։ Այսպիսով, երկուստ էլ պատրաստվում եք սկսել միանգամայն նոր ճանապարհորդություն։ Տարբերությունն այն է, որ տիկին Մարիամը դա անում է մենակ, մինչդեռ պարոն Հակոբը աջակցության ցանց ունի։ Սա ինձ խորապես անհանգստացնում է հավասարակշռության արդարության առումով։ Նա դադար տվեց, թերթելով մի քանի թղթեր։ Բացի այդ, կա ֆինանսական հարցը։ Ներկայացված փաստաթղթերի համաձայն, պարոն Հակոբը ընտանիքի հիմնական կերակրողն է, զգալիորեն ավելի բարձր աշխատավարձով, քան հայցվորը։ Տիկին Մարիամն աշխատում է որպես մանկապարտեզի ուսուցչուհի, ճիշտ է։
Այո, մեծարգո դատարան, հաստատեց Մարիամը։ Բայց ես բժշկական արձակուրդում եմ հղիության 5-րդ ամսից, մանկաբարձի առաջարկությամբ։ Հղիությունը բարդ է եղել։ Ինչպես է բարդ եղել։ Մարիամը խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։ Ես ունեցել եմ բարձր ճնշման դրվագներ, բժիշկը հայտնաբերել է վաղաժամ ծննդաբերության ռիսկ։ Այդ պատճառով ես պետք է հանգիստ մնամ։ Հիմա չեմ կարող աշխատել, հավանաբար չեմ կարողանա վերադառնալ երեխայի ծնվելուց մի քանի ամիս առաջ։ Եվ այդ ընթացքում ո՞վ է հոգում ձեր ծախսերը։ Անհարմար լռություն տիրեց։ Մարիամը նայեց Հակոբին, ով աչքերը սեղանին էր պահել։ Ես, մեծարգո դատարան։ Ես օգտագործել եմ իմ խնայողությունները։ Հակոբը դադարել է նպաստել տան ծախսերին 3 ամիս առաջ, պնդելով, որ պետք է խնայել փաստաբանի համար սկսել իր նոր կյանքը։ Դատավորը կտրուկ շրջվեց դեպի Հակոբը։ Դուք դադարեցրել եք ձեր հղի կնոջը, ով բժշկական հանգիստում է, ապահովելը ձեր ամուսնալուծության փաստաբանին վճարելու նոր հարաբերություններ ֆինանսավորելու համար։ Հակոբը վերջապես բարձրացրեց աչքերը, նրա ձայնը ցածր պաշտպանողական։ Մեծարգո դատարան, ես կարծում էի, որ նա գումար ուներ պահած։ Եվ տեխնիկապես մենք արդեն բաժանված էինք։ Տեխնիկապես բաժանված, կրկնեց դատավորը, յուրաքանչյուր բառ արամարանքով լի։ Պարոն Հակոբ, դուք գիտակցում եք ձեր ասացի լրջությունը։ Դուք ձեր կնոջը, ձեր երեխայով հղի, թողել եք ֆինանսական խոցելի վիճակում, առողջության ճգնաժամային պահին, որովհետև տեխնիկապես արդեն բաժանված էի։ Հակոբի փաստաբանը փորձեց միջամտել։ Մեծարգո դատարան, իմ հաճախորդը հուզականորեն բուռն ժամանակաշրջան էր անցնում, գուցե լավագույն որոշումները չի կայացրել, բայց դա չի նշանակում, որ նա վատ մարդ է կամ չի կարող լավ հայր լինել։ Դատավորը նայեց փաստաբանին, արտահայտությամբ, որը խառնված էր հոգնածությունից, անհավատությունից։ Դոկտոր, ես չեմ հարցնում, թե արդյոք ձեր հաճախորդը լավ կամ վատ մարդ է։ Ես գնահատում եմ նրա կոնկրետ գործողությունները, դրանց ազդեցությունը։ Եվ այն, ինչ ես տեսնում եմ, եսասիրական վնասակար վարքագծի օրինաչափությունը։ Այնուհետ նա նորից ուղղակիորեն դիմեց Հակոբին։ Պարոն Հակոբ, դուք հասկանում եք, որ ձեր հղի կնոջը ֆինանսապես լքելը կարող է դիտվել որպես նյութական լքում, և որ դա կարող է լուրջ իրավական հետևանքներ ունենալ։ Հակոբը գունատվեց։ Ես այդպես չէի մտածել, մեծարգո դատարան։ Ես շփոթված էի, փորձում էի նորից սկսել իմ կյանքը։ Նորից սկսել ձեր կյանքը, ո՞մ հաշվին, պարոն Հակոբ։ Այն կնոջ հաշվին, ով կրում է ձեր երեխային։ Այն երեխայի հաշվին, ով դեռ չի էլ ծնվել։ Հետաց լռությունը բացարձակ էր։ Մարիամը դիտում էր տեսարանը, բավարարվածության տխրության խառնուրդով։ Բավարարվածություն, քանի որ վերջապես ինչ-որ մեկը Հակոբին դիմակայում էր իր արարքների հետևանքներով։ Տխրություն, քանի որ այդ մարդը, ում մի օր նա խորապես սիրում էր, դարձել էր մեկը, ում նա հազիվ էր ճանաչում։ Դատավորը հոգոց հանեց, բացեց մեկ այլ թղթապանակ։ Հիմա խոսենք խնամակալության հարցի մասին։ Պարոն Հակոբի պաշտպանությունը խնդրել է համատեղ խնամակալություն, պնդելով, որ դա իր իրավունքն է, որպես հայր ակտիվորեն մասնակցել երեխայի դաստիարակությանը։ Նորմալ պայմաններում ես կողմ կլինեի այդ կազմածին։ Ես հավատում եմ, որ հնարավորության դեպքում երկու ծնողներն էլ պետք է ներկա լինեն երեխայի կյանքում։ Մարիամը զգաց, որ սիրտը սուզվում է։ Համատեղ խնամակալություն։ Այն ամենից հետո, ինչ բացահայտվել էր, դեռ հնարավորություն կար, որ նա ստիպված լինի իր երեխային կիսել այդ մարդու հետ։ Սակայն, շարունակեց դատավորը, սրանք նորմալ պայմաններ չեն։ Այստեղ մենք ունենք հոգեբանական բռնության, ֆինանսական լքման վարքագծի մի պատկեր, որը ցույց է տալիս երեխայի մոր բարեկեցության հանդեպ պարտավորության բացակայություն։ Սա ինձ ստիպում է լրջորեն կասկածի տակ դնել պարոն Հակոբի կարողությունը, երեխայի կարիքները դնելու իր սեփական ցանկություններից վեր։ Հակոբի փաստաբանը նորից վեր կացավ։ Մեծարգո դատարան, ամբողջ հարգանքով, դուք թույլ եք տալիս, որ ամուսնական հարաբերությունների հարցերը աղտոտեն իմ հաճախորդի ծնողական կարողությունների գնահատումը։ Դրանք տարբեր բաներ են։ Դրանք տարբեր բաներ են, դոկտոր։ Դատավորը հանեց ակնոցը, հանգիստ սրբեց այն, նախքան շարունակելը։ Մի մարդ, ով ունակ է հոգեբանորեն մանիպուլյացիայի ենթարկել իր երեխայի մորը, ով ունակ է նրան ֆինանսապես լքել հղիության ընթացքում, այդ մարդը չի ցուցաբերում այն հատկությունները, որոնք մենք ակնկալում ենք պատասխանատու հորից։
Մենք խոսում ենք կարեկցանքի, պատասխանատվության, մեկ այլ մարդու կարիքները սեփականից վեր դնելու կարողության մասին։ Եվ պարոն Հակոբը ձախողել է բոլոր այդ ասպեկտներում։ Մարիամը թեթացման այնքան ուժեղ ալիք զգաց, որ ստիպված եղավ բռնվել աթոռից։ Դատավորը տեսնում էր։ Նա հասկանում էր։ Նա դրամատիկ կամ չափազանցված չէր։ Այդ ամենը իրական էր, լուրջ էր, վերջապես ինչ-որ մեկը, ով իշխանություն ուներ, դա ճանաչում էր։ Դատավորը նորից դրեց ակնոցը, շարունակեց. Ասվածից ելնելով ես ամբողջովին չեմ մերժի պարոն Հակոբի իրավունքը, ճանաչելու շփվելու իր որդու հետ։ Բայց այդ շփումը խնամքով կվերահսկվի, կպայմանավորվի մի քանի պահանջներով, որոնք մանրամասն կներկայացնեմ իմ նախնական որոշման մեջ։ Նա դադար տվեց, կազմակերպելով իր մտքերը։ Նախ, խնամակալությունը բացառապես կլինի տիկին Մարիամի մոտ։ Նա կունենա լիակատար լիազորություն երեխայի հետ կապված որոշումների վերաբերյալ, ներառյալ բժշկական, կրթական առօրյա հարցերը։ Երկրորդ, պարոն Հակոբը կունենա այցելությունների իրավունք, բայց այդ այցելությունները կվերահսկվեն դատարանի կողմից նշանակված մասնագետի կողմից, մինչ որ ցույց տրվի, որ պարոնը համապատասխան հուզական վարքային պայմաններ ունի երեխայի հետ մենակ լինելու համար։ Հակոբի փաստաբանը սկսեց բողոքել, բայց դատավորը նրան ընդհատեց խիստ հայացքով. Դեռ չեմ ավարտել, դոկտոր։ Երրորդ, պարոն Հակոբը պարտավոր կլինի վճարել ալիմենտ հետադարձ ուժով վերջին 3 ամսվա համար, երբ դադարեցրել է նպաստելը, գումարած կանոնավոր ալիմենտ։ Երեխայի ծնվելուց հետո գումարը կհաշվարկվի նրա եկամուտների հիման վրա, կփոխանցվի անմիջապես տիկին Մարիամի հաշվին։ Հակոբը վերջապես խոսեց, նրա ձայնը վրդովմունքով լի. Բայց մեծարգո դատարան, սա անարդար է։ Ես երեխայի հայրն եմ։ Ես իրավունքներ ունեմ։ Դատավորը նրան նայեց խիստ արտահայտությամբ։ Իրավունքներ, պարոն Հակոբ։ Խոսենք իրավունքների մասին։ Տիկին Մարիամն ուներ իրավունք, իր ամուսնության մեջ հարգանքով ազնվորեն վերաբերվելու։ Նա ուներ իրավունք, հոգեբանորեն չմանիպուլյացիայի ենթարկվելու։ Նա ուներ իրավունք, ֆինանսապես աջակցվելու ռիսկային հղիության ընթացքում։ Որտեղ էին ձեր իրավունքները, երբ դուք որոշեցիք դրանք գերադասել նրա իրավունքներից։ Հակոբը չպատասխանեց, բայց նրա արտահայտությունը ցույց էր տալիս զայրույթի նվաստացման խառնուրդ։ Մարիամը նրան դիտում էր, փորձելով նրա մեջ գտնել այն մարդու, որի հետ, ում նա ճանաչում էր տարիներ առաջ, այն մարդու, ով նրան ծիծաղեցրել էր, ով խոստացել էր հոգ տանել նրա մասին, ով ասել էր, որ նրանք միասին ընտանիք կկառուցեն։ Բայց այդ մարդն այլս գոյություն չուներ, կամ գուցե երբեք էլ իրականում գոյություն չէր ունեցել։ Դատավորը շարունակեց իր վճռականությամբ. Չորրորդ, պարոն Հակոբը պարտավոր կլինի մասնակցել թերապիայի նիստերին, որպես այցելության իրավունքը պահպանելու պայման։ Դա պատիժ չէ, այլ երաշխիք, որ դուք կզարգացնեք համապատասխան հայր լինելու համար անհրաժեշտ հուզական հմտությունները։ Եվ հինգերորդ, տիկին Մարիամի հետ ուղղակի շփման ցանկացած փորձ, սահմանված իրավական ուղիներից դուրս, կհամարվի սահմանված պայմանների խախտում, կարող է հանգեցնել այցելությունների ամբողջական դադարեցման։ Մարիամը հազիվ էր հավատում իր լսածին։ Դա այն ամենն էր, ինչ նա երազել էր, այն ամենը, ինչ նա հույս ուներ, բայց չէր համարձակվել խնդրել։ Դատավորը պաշտպանում էր նրան։ Պաշտպանում էր իր որդուն։ Ճանաչում էր, որ նա արժանի է անվտանգության, հարգանքի, արժանապատվության։ Բացի այդ, ավելացրեց դատավորը, որոշում եմ, որ պետք է պաշտոնական հետաքննություն սկսվի հոգեբանական բռնության մասին հաղորդված դեպքերի վերաբերյալ։ Արդյունքներից կախված, պարոն Հակոբի համար կարող են լինել լրացուցիչ հետանքներ։ Այս տեսակի վարքագիծը չի կարող հանդուրժվել կամ նվազագույնի հասցվել։ Նա հարվածեց մուրճով, ցույց տալով, որ դատավարության առաջին փուլն ավարտվել է։ Ամբողջական որոշումը կկազմվի կուղարկվի կողմերին առաջիկա օրերին։ Այս լսումները կասեցվում են։ Դատարանը սկսեց դատարկվել, բայց Մարիամը մնաց նստած, փորձելով մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նա հաղթել էր։ Ոչ լիովին, բայց զգալիորեն։ Նրա որդին ապահով կլիներ։ Նա վերահսկողություն կունենար։ Հակոբը ստիպված կլիներ վճարել այն ամենի համար, ինչ արել էր, ոչ միայն ֆինանսապես, այլ հուզականորեն։ Երբ վերջապես վեր կացավ դուրս գալու, նրա ոտքերը դողում էին։ Դահլիճում նրան մոտեցավ այն կանանցից մեկը, ով ներկա էր եղել լսումներին։ Կներեք, որ անհանգստացնում եմ, ասաց կինը, արցունքն աչքերին, բայց ես պետք է ասեի, որ դուք շատ քաջ էիք։
Ես տարիներ առաջ նման բան եմ անցել, չեմ ունեցել այն քաջությունը պայքարելու, ինչպես դուք պայքարեցիք։ Դուք դա անում եք ոչ միայն ձեր, այլ բոլորիս համար, ովքեր դա անցել ենք։ Մարիամը չգիտեր, թե ինչ ասեր։ Նա պարզապես գլխով արեց, հուզված, շնորհակալություն հայտնեց թույլ ժպիտով։ Մինչ նա քայլում էր դեպի դատարանի ելքը, ձեռքերը դրեց որովայնին մեղմ շշնջաց իր ներսում աճող երեխային։ Մենք հաջողեցինք, սիրելիս։ Մենք լավ կլինենք։ Եվ նա, առաջին անգամ երկար ժամանակ, իսկապես հավատում էր դրան։ Դատավարությունից հետո Մարիամի համար տարօրինակ օրեր էին։ Կարծես նա միաժամանակ երկու աշխարհում ապրեր։ Մի կողմից կար հսկայական թեթացումը իմանալու, որ դատավորը տեսել էր ճշմարտությունը, որ նա խելագար չէր, որ այն ամենը, ինչ նա անցել էր, իրական էր անարդար։ Մյուս կողմից կար դատարկությունը։ Հակոբի բացակայությունը, որը նախկինում խեղդող ցավոտ էր, հիմա պարզապես դատարկություն էր։ Եվ Մարիամը սովորում էր, որ դատարկությունը երբեմն կարող է նույնքան դժվար լինել, որքան ցավը։ Նա վերադարձավ բնակարան, որը տեխնիկապես դեռ կիսում էր Հակոբի հետ, թե նա այնտեղ չէր ապրել ամիսներ շարունակ։ Պատերը կարծես արձագանքում էին հիշողություններին, որոնք նա կնախընտրեր մոռանալ։ Հյուրասենյակը, որտեղ նրանք սովոր էին միասին ֆիլմեր դիտել։ Խոհանոցը, որտեղ նա կիրակի օրերին նրա համար նախաճաշ էր պատրաստում։ Երեխայի սենյակը, որը պետք է լիներ, բայց դեռ դատարկ էր, սպասում էր։ Մարիամը մատներով անցավ փոքրիկ սենյակի հարթ պատով, փորձեց պատկերացնել, թե ինչպես կլինի։ Մի կոմոդ այնտեղ, գուցե։ Օրորոցը պատուհանի մոտ, բայց ոչ չափազանց մոտ օդի հոսքի պատճառով։ Նա նախորդ ամիսներին մի քանի բան էր գնել, մինչ ամեն ինչ կփլուզվեր։ Մի գունեղ բջջային, որը մեղմ մեղեդի էր նվագում։ Մի քանի մանլիկ հագուստ, որոնք դեռ պահված էին պայուսակներում։ Բայց Հակոբի հեռանալուց հետո նա դադարել էր։ Յուրաքանչյուր գնում ցավալի հիշեցում էր, որ նա դա կաներ մենակ։ Հիմա, սակայն, ինչ-որ այլ բան կար։ Մի վճռականություն, որը սկսում էր աճել նրա ներսում, ինչպես մի համառ սերմ, որը համառում է ծլել նույնիսկ ամենաչոր հողում։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց իր մորը, տիկին Էլենին, ով ապրում էր Գյումրիում, Երանից մի քանի ժամ հեռավորության վրա։ «Մամ», ասաց Մարիամը, երբ մայրը պատասխանեց, «դու ինձ պետք ես»։ Գծի մյուս կողմից, տիկին Էլենը չվարանեց։ «Ես հիմա փաթեթավորում եմ իմ ուղեբեռը, աղջիկս։ Վաղը առավոտյան կհասնեմ»։ Մարիամը անջատեց հեռախոսը, իրեն թույլ տվեց լացել։ Բայց այս անգամ դրանք հուսահատության արցունքներ չէին։ Դրանք երախտագիտության արցունքներ էին։ Նա այնքան մենակ չէր, որքան կարծում էր։ Տիկին Էլենը հաջորդ օրը եկավ, ինչպես խոստացել էր, իր հետ բերելով երկու մեծ ճամպրուկ մի էներգիա, որը Մարիամը մոռացել էր, որ գոյություն ունի։ Նա փոքր, բայց ուժեղ կին էր, մոխրագույն մազերով ձեռքերով, որոնք աշխատել էին ամբողջ կյանքում։ 10 տարի այրացած, նա Մարիամին միայնակ էր մեծացրել այն բանից հետո, երբ հայրը մահացել էր աշխատանքային վթարում։ Եթե ինչ-որ մեկը գիտեր դժվար վերսկսումների մասին, ապա դա տիկին Էլենն էր։ «Եկ տեսնեմ քեզ», ասաց նա, Մարիամի դեմքը բռնելով իր կոշտացած ձեռքերով։ «Դու նիհարել ես։ Ճիշտ չես սնվում»։ Մարիամը փորձեց բողոքել, բայց գիտեր, որ անօգուտ է։ Մայրը միշտ կարողանում էր տեսնել իր ստերի միջով։ «Դժվար է եղել, մամ։ Որոշ օրեր մոռանում եմ ուտել։ Մյուս օրերին ցանկություն չունեմ»։ Տիկին Էլենը սիրով դժգոհելով գլխով արեց։ «Դա հիմա ավարտվում է։ Դու քո ներսում աճող կյանք ունես։ Այս երեխային ուժեղ մայր է պետք, ուժեղ լինելու համար դու պետք է ուտես։ Եվ հանգստանաս։ Եվ դադարես աշխարհը քո ուսերին կրել»։ Հաջորդ շաբաթներին տիկին Էլենի ներկայությունը փոխեց բնակարանը։ Նա եփում էր, մաքրում, կազմակերպում, ամենակարևորը, զրուցում էր։ Նա չէր դատում Մարիամին Հակոբի հետ ամուսնանալու համար։ Չէր ասում այնպիսի բաներ, ինչպիսիք են «ես քեզ զգուշացրել էի» կամ «դու պետք է ավելի շուտ նկատեիր»։ Նա պարզապես լսում էր, հաստատում դստեր զգացմունքները, դանդաղորեն օգնում վերականգնել ինքնագնահատականը, որը համակարգված կործանվել էր։ Մի կեսօր, մինչ նա ծալում էր փոստով եկած մանկական հագուստները, տիկին Էլենը պատահաբար նկատեց. «Գիտես, երբ հայրդ մահացավ, ես մտածեցի, որ իմ կյանքն ավարտված է։ Դու ընդամենը 8 տարեկան էիր, ես պատկերացում չունեի, թե ինչպես եմ քեզ միայնակ մեծացնելու։ Ես ամեն ինչից վախենում էի»։
Վախենում էի, որ չեմ կարողանա վճարել հաշիվները, վախենում էի, որ դու հայրիկի կարիքը կզգաս, վախենում էի ձախողվել։ Մարիամը դադարեց դասավորել իր կույտով դրած տակտիրները, նայեց մորը։ Իսկ ինչպես հաղթահարեցիր։ Տիկին Էլենը ժպտաց, հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ Ես միանգամից չհաղթահարեցի։ Մեկ օրը մեկ օրվա հետ։ Որոշ օրեր ես լացում էի, երբ դու քնում էիր։ Մյուս օրերին ինձ ուժեղ էի զգում, ինչպես երբեք։ Բայց ես քեզ ունեի, դու ինձ պետք էիր, դա ինձ նպատակ տվեց։ Ինձ շարունակելու պատճառ տվեց։ Եվ տեսեք, ահա մենք։ Դու մեծացար, ավարտեցիր, դարձար զարմանալի կին։ Այսպիսով, այո, ամեն ինչ լավ ստացվեց։ Մոր խոսքերը խորապես ստիպան Մարիամին։ Նա ձեռքը դրեց որովայնին, զգալով երեխայի թեթ շարժումը։ Կարծում ես, որ ես կկարողանամ, մամ, միայնակ լավ մայր լինել։ Տիկին Էլենը թողեց ծալած հագուստը, մոտեցավ դստերը, ուժեղ գրկելով նրան։ Սիրելիս, դու մենակ չես։ Դու ինձ ունես։ Եվ ամենակարևորը, դու ինքդ քեզ ունես։ Եվ ես քեզ տեսա այդ դատարանում։ Տեսա, թե ինչպես դու վեր կացար, խոսեցիր քո ճշմարտությունը, նույնիսկ վախենալով։ Եթե դու կարողացար դա անել, կարող ես անել ամեն ինչ։ Մինչդեռ, քաղաքի մյուս կողմում, Հակոբը բախվում էր միանգամայն այլ իրականության։ Դատավորի որոշումը նրա համար դաժան շոկ էր։ Նա իսկապես հավատում էր, որ կունենա համատեղ խնամակալություն, որ կկարողանա համոզել դատավորին, որ ինքը պարզապես մի մարդ էր, ով սիրահարվել էր մեկ ուրիշի։ Բայց ապացույցներն անվիճելի էին, հիմա նա վճարում էր գինը։ Հռիփսիմեն, ով սկզբում լի էր աջակցությամբ, հասկացողությամբ, սկսեց փոխվել։ Վերահսկվող այցելությունները նվաստացուցիչ էին, նա ասում էր։ Այն փաստը, որ նա պետք է այդքան բարձր ալիմենտ վճարեր, անարդար էր, նա բողոքում էր։ Եվ պարտադիր թերապիայի նիստերը չափազանցություն էին, նա պնդում էր։ Դանդաղորեն Հակոբը սկսեց հասկանալ, որ այն կինը, ում համար նա կործանել էր իր ամուսնությունը, գուցե այն չէր, ում նա կարծում էր։ Մի գիշեր, գումարի շուրջ հատկապես լարված վեճից հետո, հռիփսիմեն բաց թողեց մի բան, որը նա երբեք չէր մոռանա։ Գիտես, Հակոբ, երբ մենք սկսեցինք, դու այնքան վստահ էիր, այնքան վերահսկող։ Բայց հիմա, նայիր քեզ։ Ստիպված ես թույլտվություն խնդրել քո սեփական որդուն տեսնելու համար, ստիպված ես թերապիայի գնալ, կարծես խնդրահարույց դեռահաս լինես։ Սա գրավիչ չէ։ Հակոբը լուռ մնաց, մարսելով բառերը։ Սա էր նա իր համար։ Իր իդեալականացված տարբերակը, որը նա ստեղծել էր նրան տպավորելու համար։ Եվ հիմա, երբ ճշմարտությունը բացահայտված էր, հիմա, երբ իր արարքների հետանքները դրսևորվում էին, նա այլևս հետաքրքիր չէր։ Այդ գիշեր, մենակ իր նոր անձնական բնակարանում, Հակոբը իրեն թույլ տվեց մտածել այն ամենի մասին, ինչ կորցրել էր։ Ոչ միայն Մարիամը, թե նա սկսում էր հասկանալ, թե որքան լավն էր նա իր համար, այլ իր որդու կյանքի առաջին իսկ պահից ներկա լինելու հնարավորությունը։ Փորի աճը տեսնելու, առաջին հարվածները զգալու, ծննդաբերության ժամանակ այնտեղ լինելու հնարավորությունը։ Այդ ամենը նա դեն էր նետել ինչի համար։ Հաստատման համար, հույզերի համար, մաքուր եսասիրության համար։ Նա մտածեց դատավորի դատարանում բարձրաձայն կարդացած հաղորդագրությունների մասին։ Այդ բառերը դուրս էին եկել իրենից, բայց հիմա, դրանք նորից կարդալով, դրանք կարծես ուրիշի կողմից գրված լինեին։ Մի դաժան, մանիպուլյատիվ մարդու կողմից, ում նա չէր ուզում հավատալ, որ ինքն էր։ Բայց այդպես էր։ Նա դա արել էր։ Նա միտումնավոր փորձել էր կործանել Մարիամի մտքի առողջությունը, ամուսնալուծությունը իր համար ավելի հեշտ դարձնելու համար։ Թերապիայի առաջին նիստը դժվար էր։ Թերապևտը, դոկտոր Մարկոսը, 50 տարեկան հանգիստ մի մարդ էր, ով ավելի շատ լսում էր, քան խոսում։ Հակոբը նիստին մտավ պաշտպանողական, պատրաստ արդարացնելու իր արարքները, բացատրելու, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէր, որքան թվում էր։ Բայց դոկտոր Մարկոսը դա թույլ չտվեց։ Հակոբ, սկսեց թերապևտը, դուք այստեղ եք, որովհետև դատավորը որոշել է, որ դուք պետք է որոշ հարցերի վրա աշխատեք, նախքան ձեր որդու հետ մենակ մնալը։ Ես այստեղ չեմ ձեզ դատելու համար։ Բայց նա այստեղ չեմ վնասակար վարքագծերը հաստատելու համար։ Այսպիսով, ես ձեզ մի պարզ հարց կտամ։ Դուք իսկապես հավատում եք, որ ճիշտ եք վարվել Մարիամի հետ։ Հակոբը բացեց բերանը պատասխանելու համար, բայց հասկացավ, որ պատրաստի պատասխան չունի։
Նա ուզում էր ասել, որ այո, որ ինքը պարզապես արել էր այն, ինչ պետք էր անել երջանիկ լինելու համար։ Բայց բառերը դուրս չէին գալիս։ Որովհետև խորքում նա գիտեր ճշմարտությունը։ Ես չգիտեմ, վերջապես խոստովանեց նա, իր ձայնը գրեթե շշուկ։ Չգիտեք։ Ես կարծում էի, որ գիտեմ։ Կարծում էի, որ ճիշտ եմ անում։ Որ Մարիամը լավ կլինի, որ նա ուժեղ է, որ նա կհաղթահարի։ Բայց հիմա, տեսնելով հետանքները, տեսնելով, թե ինչ ասաց դատավորը, տեսնելով, թե ինչպես ամեն ինչ զարգացավ, ես այլս չգիտեմ։ Դոկտոր Մարկոսը դանդաղ գլխով արեց։ Դա սկիզբ է։ Կասկածը ինքնագիտակցության առաջին քայլն է։ Հիմա, ասացեք ինձ։ Երբ դուք որոշեցիք սկսել հարաբերությունները Հռիփսիմեի հետ, մտածեցիք, թե ինչպես դա կազդի Մարիամի վրա։ Հակոբը երկար լուռ մնաց։ Ես մտածեցի, որ նա չի իմանա։ Կամ որ երբ իմանա, մենք արդեն բաժանված կլինենք, նա պարզապես ստիպված կլինի ընդունել։ Եվ կարծում եք, որ դա հարգալից վերաբերմունք է այն մարդու նկատմամբ, ում հետ դուք կիսել եք ձեր կյանքի տարիները։ Ոչ, խոստովանեց Հակոբը, կրծքի մեջ ծանրություն զգալով։ Ոչ։ Նիստերը շարունակվեցին շաբաթ առ շաբաթ, դանդաղ, շատ դանդաղ, Հակոբը սկսեց ապակառուցել այն պատմությունները, որոնք ստեղծել էր իր համար։ Նա զոհը չէր։ Մարիամը անկայուն չէր։ Եվ Հռիփսիմեն գուցե երբեք էլ չէր եղել այն փրկիչը, որին նա պատկերացնում էր։ Մինչդեռ Մարիամը նոր կյանք էր կառուցում։ Մոր օգնությամբ նա դատարկ փոքրիկ սենյակը վերածեց երեխայի համար հարմարավետ տարածքի։ Պատերը ներկված էին մեղմ դեղինով։ Դարակներում մանկական գրքեր էին, որոնք տիկին Էլենը պնդեց գնել։ Օրորոցը վերջապես հավաքված էր, փափուկ սավաններով գունեղ բջջայինը կախված վերում։ Նա նորից կապ հաստատեց ընկերուհիների հետ, ում անտեսել էր ամուսնության ամենադժվար շրջանում։ Բեատան իր լավագույն ընկերուհին համալսարանից այցելեց նրան բերեց տնական ուտեստների մի ամբողջ խնջույք։ Կամիլան, մի գործընկերուհի, անակնկալ մանկական երեկույթ կազմակերպեց դպրոցի այլ ուսուցիչների հետ։ Դանդաղորեն, Մարիամը հասկանում էր, որ մենակ չէ։ Որ կային մարդիկ, ովքեր հոգում էին, ովքեր ուզում էին օգնել, ովքեր ուրախ էին իր համար։ Մի գիշեր, արդեն հղիության 8-րդ ամսում, Մարիամը պառկած էր անկողնում, չկարողանալով քնել։ Երեխան հատկապես ակտիվ էր, ոտքերով հարվածում է շարժվում, նա ձեռքերը դրեց որովայնին, փորձելով հանգստացնել շուտով ծնվելիք երեխային։ Նա մտածեց Հակոբի մասին, թե ինչպես էր նա կորցնում դա։ Մտածեց, թե ինչպես էր ինքը գրեթե կորցրել, գրեթե հանձնվել։ Բայց հետո նա մտածեց դատարանի, ճշմարտությունը տեսնող դատավորի, իր ներսում խոսելու համար գտած ուժի մասին։ Եվ նա հասկացավ մի կարևոր բան։ Նա գոյատել էր։ Ավելին, նա բարգավաճում էր։ Դա հեշտ չէր, դեռ դժվար օրեր կային, բայց նա կառուցում էր մի կյանք, որն իմաստ ուներ, մի կյանք հիմնված ճշմարտության, ոչ թե ստերի վրա։ Երեխան հատկապես ուժեղ հարվածեց, Մարիամը մեղմ ծիծաղեց։ Հանգիստ, փոքրիկ, շշնջաց նա։ Մենք ժամանակ ունենք։ Շատ ժամանակ կա առջում։ Եվ մենք լավ կլինենք։ Ես խոստանում եմ, որ մենք լավ կլինենք։ Եվ առաջին անգամ ամեն ինչի սկզբից ի վեր, Մարիամն ամբողջովին հավատում էր այդ խոստմանը։ Միքայելի ծնունդը տեղի ունեցավ առաջ շաբաթ առավոտյան, նախատեսվածից 3 շաբաթ շուտ։ Մարիամը արթնացավ առավոտյան ժամը 5-ին, հղիության ընթացքում զգացած մյուս ցավերից տարբեր ցավով։ Սա ավելի ուժեղ էր, ավելի ռիթմիկ, ավելի իրական։ Նա գիտեր, թե ինչ էր դա նշանակում։ Մամ, հանգիստ կանչեց նա, արթնացնելով կողքի սենյակում քնած տիկին Էլենին։ Կարծում եմ, ժամանակն է։ Տիկին Էլենը անկողնուց ցատկեց, զարմանալի էներգիայով, նոր արթնացածի համար։ Նա վերցրեց շաբաթներ շարունակ պատրաստված ճամպրուկը, օգնեց Մարիամին հագնվել 30 րոպեից էլ քիչ ժամանակում նրանք հիվանդանոցի ճանապարհին էին։ Ճանապարհին Մարիամը փորձում էր վերահսկել շնչառությունը, հիշելով ծննդաբերության նախապատրաստական դասերը, որոնք անցել էր։ Բայց ոչինչ իրականում չէր պատրաստել նրան այն ինտենսիվությանը, ինչ նա զգում էր։ Հիվանդանոցում ամեն ինչ արագ տեղի ունեցավ։ Բուժքույրերը նրան տեղավորեցին, մանկաբարձը եկավ, գործընթացը սկսվեց։ Ժամեր շարունակ ցավ էր, ջանքեր, պահեր, երբ Մարիամը կարծում էր, որ չի կարողանա։ Բայց տիկին Էլենը այնտեղ էր, բռնելով նրա ձեռքը, սրբելով նրա քրտինքը, շնջալով քաջալերող բառեր։
Դու կարող ես, աղջիկս։ Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Ընդամենը մի քիչ էլ։ Եվ ահա, կեսօրին ժամը 2:23 Միքայելը ծնվեց։ 3 կիլոգրամ 200 գրամ մաքուր կյանք, ուժեղ բղավելով, բռունցքները սեղմած դեմքը կարմրած վրդովմունքից, որ իրեն հանել էին իր տաք հարմարավետ տեղից։ Երբ բուժքույրը նրան դրեց Մարիամի կրծքին, ամբողջ աշխարհը կարծես կանգ առավ։ Նա նայեց այդ մանլիկ դեմքին, աչքերին, որոնք պայքարում էին բացվելու համար, բերանին, որը բնազդաբար սնունդ էր փնտրում, սիրո այնքան ուժեղ ալիք զգաց, որ գրեթե ցավեց։ Սա իր որդին էր։ Այս փոքրիկ մարդը աճել էր իր ներսում, գոյատել էր այն ամենը, ինչ նա անցել էր, հիմա այստեղ էր, իրական, շոշափելի, կատարյալ։ Ողջույն, Միքայել, շշնջաց նա, արցունքները ազատորեն հոսելով դեմքով։ Ես քո մայրն եմ։ Եվ ես խոստանում եմ, որ քեզ կսիրեմ, կպաշտպանեմ միշտ։ Միշտ։ Տիկին Էլենը, անկողնու կողքին, նույնպես լացում էր։ Նա ձեռքը մեկնեց մեղմորեն դիպավ թոռան գլխին։ Բարի գալուստ աշխարհ, սիրելիս։ Դու ունես լավագույն մայրը, որը կարող ես ունենալ։ Հաջորդ ժամերին, մինչ Մարիամը հանգստանում էր, իսկ Միքայելը քնում էր անկողնու կողքի օրորոցում, տիկին Էլենը զբաղվեց ձականություններով։ Զանգահարեց Մարիամի ընկերուհիներին, ովքեր խոստացան այցելել, հենց որ թույլատրվի։ Կազմակերպեց հիվանդանոցի թղթերը։ Եվ, քանի որ օրենքով պարտավոր էր, հաղորդագրություն ուղարկեց Հակոբին, տեղեկացնելով ծննդի մասին։ Ձեր որդին ծնվել է այսօր ժամը 2:23 3 կիլոգրամ 200 գրամ։ Մայրը երեխան լավ են։ Հաղորդագրությունը չոր էր, օբյեկտիվ, առանց հույզերի։ Որովհետև տիկին Էլենը ոչ մի հույս չէր զգում այդ մարդու հանդեպ, ով վիրավորել էր իր դստերը։ Հակոբը հաղորդագրությունը ստացավ աշխատանքի ժամանակ։ Նա կարդաց 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, փորձելով մարսել տեղեկատվությունը։ Նա որդի ուներ։ Նրա որդին ծնվել էր։ Եվ նա այնտեղ չէր։ Նա չտեսավ ծնունդը, չբռնեց երեխային կյանքի առաջին րոպեներին, չմխիթարեց Մարիամին ծննդաբերության ժամանակ։ Նա կորցրել էր այդ ամենը։ Նա աշխատանքից արձակուրդ խնդրեց ուղիղ հիվանդանոց գնաց, բայց երբ հասավ, բուժքույրը նրան տեղեկացրեց, որ կարող է տեսնել երեխային միայն այցելությունների ժամերին միայն մոր թույլտվությամբ։ Հակոբը փորձեց վիճել, ասելով, որ հայրն է, որ իրավունք ունի, բայց բուժքույրը անդրդվելի էր։ Դատական կարգ կա, պարոն։ Դուք կարող եք տեսնել երեխային միայն վերահսկողությամբ։ Նվաստացումը այրում էր։ Բայց ավելին, այրում էր իրականությունը։ Նա դա արել էր իր հետ։ Յուրաքանչյուր որոշում, որ նա կայացրել էր վերջին ամիսներին, նրան հասցրել էր այնտեղ, դրսում, ներս նայելով, կորցնելով իր որդու կյանքի ամենակարևոր պահերը։ Երբ վերջապես թույլ տվեցին ներս մտնել, վերահսկողի ներկայությամբ, Հակոբը տեսավ Մարիամին անկողնում, Միքայելին գրկած։ Նա գունատ էր, հոգնած, բայց նրա աչքերում մի լույս կար, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Մի խաղաղություն, մի ամբողջականություն։ Եվ երբ նա նրան նայեց, զայրույթ չկար։ Միայն հեռավոր հանգստություն։ Կարող ես նրան գրկել, հանգիստ ասաց նա։ Բայց մեղմ եղիր։ Նա շատ փոքր է։ Հակոբը վարանոտ քայլերով մոտեցավ։ Երբ Մարիամը Միքայելին դրեց նրա գրկին, նա զգաց երեխայի աննշան ծանրությունը, ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Սա իր որդին էր։ Այս փոքրիկ կյանքը իր արդյունքն էր, նա գրեթե կործանել էր այն, նախքան նրա սկսվելը։ Արցունքները եկան առանց նախազգուշացման, տաք ծանր, հոսելով դեմքով։ Նա կատարյալ է, շնջաց Հակոբը, նրա ձայնը կոտրվելով։ Մարիամ, ես շատ եմ ցավում։ Ես այնքան եմ ցավում։ Մարիամը անմիջապես չպատասխանեց։ Նա պարզապես դիտեց Հակոբին, Միքայելին գրկած, տեսավ արցունքները, լսեց ներողություն խնդրանքը։ Նրա մի մասը ուզում էր ընդունել, ուզում էր հավատալ, որ նա փոխվել է, որ զղջումը իրական է։ Բայց մյուս մասը, այն մասը, որը կոտրվել վերականգնվել էր մեծ ջանքերով, գիտեր, որ ներողությունները չեն ջնջում արարքները։ Ես գիտեմ, որ դու զգում ես, վերջապես ասաց նա, իր ձայնը մեղմ, բայց հաստատուն։ Բայց զգալը բավարար չէ, Հակոբ։ Միքայելը ավելին է արժանի, քան ներողությունները։ Նա արժանի է գործողությունների։ Նա արժանի է մի հոր, ով ներկա է ոչ թե այն պատճառով, որ դատավորն է հրամայել, այլ այն պատճառով, որ ինքն է ուզում լինել։
Եվ ես չգիտեմ, թե արդյոք դու դրան ընդունակ ես դեռ։ Հակոբը նրան նայեց, առաջին անգամ հստակ տեսավ այն կնոջը, ով նա էր։ Ուժեղ, դիմացկուն, ամբողջական։ Ինչպես նա դա չէր տեսել նախկինում։ Ինչպես էր նա այդքան գույր, այդքան եսասեր։ Ես ուզում եմ փորձել, ասաց նա։ Ես գիտեմ, որ ամեն ինչ փչացրել եմ։ Գիտեմ, որ երկրորդ հնարավորության արժանի չեմ։ Բայց նրա համար, մատնացույց անելով Միքայելին, ես ուզում եմ ավելի լավը լինել։ Մարիամը դանդաղ գլխով արեց։ Այդ դեպքում եղիր։ Բայց ապացուցիր գործերով, ոչ թե խոսքերով։ Գնա քո թերապիաներին։ Կատարիր քո պարտականությունները։ Եվ երբ դատավորը որոշի, որ դու պատրաստ ես նրա հետ մենակ լինելուն, ապացուցիր, որ արժանի ես այդ վստահությանը։ Այցելությունը տեց ընդամենը 15 րոպե, բայց Հակոբի համար դա հավերժություն մի վայրկյան էր միաժամանակ։ Երբ նա Միքայելին վերադարձրեց Մարիամին դուրս եկավ սենյակից, նա իրեն միաժամանակ դատարկ լի զգաց։ Դատարկ վստահություններից, լի հնարավորություններից։ Հաջորդ ամիսները բոլոր ներգրավվածների համար վերափոխման ճանապարհ էին։ Մարիամը, տիկին Էլենի օգնությամբ, նավարկեց մայրության բուռն ջրերով։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, ցավոտ կրծքով կերակրում, մշտական կասկածներ։ Բայց նա ժպիտներ, առաջին ձայներ, երեխայի անսխալելի հոտը, Միքայելի մխիթարող ծանրությունը իր կրծքին քնելիս։ Հակոբը շարունակեց թերապիան, կյանքում առաջին անգամ սկսեց իրական աշխատանքը, հասկանալու իրեն։ Ինչու էր նա այդպես վարվել։ Որտեղից էր գալիս նրա վերահսկողության կարիքը։ Ինչու էր նա ընտրել վիրավորել, այլ ոչ թե ազնիվ լինել։ Պատասխանները հեշտ չէին, շատ անգամ նա ուզում էր հանձնվել, բայց Միքայելի պատկերը նրան պահում էր հավատարիմ։ Հռիփսիմեն, ի վերջո, դուրս եկավ նրա կյանքից։ Հարաբերությունը, որը սկսվել էր այդքան կրքով խոստումներով, դատարկ դուրս եկավ, երբ նորությունը անցավ։ Նա ուզում էր վստահ հաջողակ Հակոբին, ոչ թե խոցելի փոփոխության մեջ գտնվող մարդուն։ Եվ թե բաժանումը սկզբում ցավեց, ժամանակի ընթացքում Հակոբը հասկացավ, որ դա ազատագրում էր։ Վերահսկվող այցելությունները շարունակվեցին 6 ամիս։ Ամեն շաբաթ Հակոբը գնում էր դատարանի կողմից նշանակված հանդիպումների կենտրոն 2 ժամ անցկացնում Միքայելի հետ։ Սկզբում նա հազիվ էր իմանում, թե ինչ անի։ Ինչպես բռնել այդքան փոքր երեխային։ Ինչպես մեկնաբանել նրան, երբ նա լացում էր։ Բայց դանդաղորեն, վերահսկողների ուղղորդմամբ իր սեփական վճռականությամբ, նա սկսեց սովորել։ Նա սովորեց, որ Միքայելը սիրում էր, որ իրեն հատուկ կերպով օրորեն, երբ անհանգիստ էր։ Որ նա զվարճալի դեմք էր անում, նախքան ժպտալը։ Որ նրա աչքերը, որոնք մուգ էին ծնվել, սկսում էին պայծառանալ, նմանվելով Մարիամի աչքերին։ Յուրաքանչյուր հայտնագործություն գանձ էր, յուրաքանչյուր միասին անցկացրած պահ, ինչ-որ իրական բան կառուցելու հնարավորություն։ Մարիամը զգուշությամբ էր դիտում այդ փոփոխությունները։ Նա չէր ուզում ինքնախաբեության մեջ ընկնել, չէր ուզում հավատալ ժամանակավոր փոփոխություններին։ Բայց նա չէր ուզում Միքայելին զրկել ներկա հորից, եթե Հակոբն իսկապես փոխվում էր։ Այսպիսով, նա սպասում էր, դիտում էր, պաշտպանում էր իր որդուն առյուծի կատաղությամբ։ Մի օր, երբ Միքայելը 9 ամսական էր, վերահսկողը հանդիպում խնդրեց Մարիամի հետ։ Նա հետել էր Հակոբի բոլոր այցելություններին գնահատական պետք է տար։ Մարիամը հանդիպման գնաց սրտում ծանրությամբ, չիմանալով, թե ինչ սպասել։ Տիկին Մարիամ, սկսեց վերահսկողը, միջին տարիքի Պողոս անունով մի մարդ, ես հետել եմ պարոն Հակոբի այցելություններին սկզբից ի վեր։ Եվ պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ։ Զգալի փոփոխություն է տեղի ունեցել։ Մարիամը զգաց, որ ստամոքսը սեղմվում է։ Ինչպիսի փոփոխություն։ Սկզբում Հակոբը անշնորհք էր ակնհայտորեն անհարմար։ Նա փորձում էր, բայց ակնհայտ էր, որ դա անում էր պարտավորությունից դրդված։ Բայց վերջին ամիսներին ինչ-որ բան փոխվեց։ Նա ավելի շուտ է գալիս այցելությունների։ Բերում է տարիքին համապատասխան խաղալիքներ։ Հարցեր է տալիս երեխայի զարգացման մասին։ Եվ ամենակարևորը, այնպես, ինչպես նա նայում է Միքայելին, փոխվել է։ Այլս մեղք կամ պարտավորություն չէ։ Դա անկեղծ սեր է։ Մարիամը չգիտեր, թե ինչպես զգա։ Նրա մի մասը ուրախ էր։ Միքայելը արժանի էր մի հոր, ով կսիրեր նրան։ Բայց մյուս մասը վախենում էր։ Վախենում էր, որ դա ժամանակավոր կլինի։
Վախենում էր, որ Հակոբը նորից կդառնա այն, ինչ նախկինում էր։ Դուք ասում եք, որ նա պատրաստ է առանց վերահսկողության այցելությունների։ Պողոսը վարանեց. Ես չեմ ասում, որ դուք պետք է կույր հավատաք նրան։ Այդ վստահությունը պետք է ժամանակի ընթացքում կառուցվի։ Բայց ես ասում եմ, որ մասնագիտորեն ես հավատում եմ, որ նա վտանգ չի ներկայացնում երեխայի համար։ Վերջնական որոշումը ակնհայտորեն պատկանում է դատավորին, հետո դուք կարող եք որոշել, թե որքան եք ուզում ճկուն լինել։ Մարիամը օրեր շարունակ մտածում էր այդ մասին։ Խոսեց տիկին Էլենի հետ, ով զարմանալիորեն ավելի լավատես էր, քան նա սպասում էր։ Խոսեց իր ընկերուհիների հետ։ Եվ վերջապես խոսեց Հակոբի հետ, դեմ առ դեմ, առաջին անգամ հիվանդանոցից հետո։ Նրանք հանդիպեցին Չեզոք սրճարանում, առանց Միքայելի ներկայության։ Հակոբը տարբեր էր։ Դա ոչ միայն արտաքինն էր, թե նա ավելի հոգնած, ավելի մարդկային էր թվում։ Դա այնպես էր, ինչպես նա իրեն պահում էր։ Ավելի քիչ ամբարտավանություն, ավելի շատ խոնարհություն։ Մարիամ, սկսեց նա, ես գիտեմ, որ դու պատճառներ չունես ինձ հավատալու համար։ Գիտեմ, որ կոտրել եմ քո վստահությունը այնպես, ինչպես գուցե ամբողջովին չի կարող վերականգնվել։ Բայց ես փոխվել եմ։ Ոչ թե քո համար, թե ես նախորապես ցավում եմ այն համար, ինչ արեցի քեզ հետ։ Ես փոխվել եմ, որովհետև երբ առաջին անգամ գրկեցի Միքայելին, հասկացա, որ չեմ ուզում նրա համար լինել այն, ինչ ես քո համար էի։ Ես ուզում էի ավելի լավը լինել։ Մարիամը լուր լսում էր, ուսումնասիրելով յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր բառ։ Եվ դու ես։ Ավելի լավը։ Ես փորձում եմ լինել։ Ամեն օր։ Թերապիան ինձ իմ մասին բաներ ցույց տվեց, որոնք ես չէի ուզում տեսնել։ Ինչպես ես միշտ ընտրում էի ամենահեշտ ճանապարհը, նույնիսկ եթե դա վնասում էր ուրիշներին։ Ինչպես ես արդարացնում էի իմ վատ վարքագծերը, մեղադրելով ուրիշներին։ Ինչպես ես երբեք իրականում հուզականորեն չէի հասունացել։ Բայց ես աշխատում եմ դրա վրա։ Եվ կշարունակեմ աշխատել։ Մարիամը մի կում խմեց իր սուրճից, մարսելով. Ես պատրաստ չեմ քեզ լիովին վստահել, Հակոբ։ Գուցե երբեք էլ չլինեմ։ Այն, ինչ դու արեցիր, սպիներ թողեց, որոնք շատ ժամանակ կպահանջեն բուժվելու համար, եթե ընդհանրապես ամբողջովին բուժվեն։ Բայց Միքայելի համար ես պատրաստ եմ փոքր քայլեր անել։ Եթե դատավորը հաստատի առանց վերահսկողության այցելությունները, ես կթույլատրեմ։ Բայց հստակ կանոններով։ Եվ եթե դու խախտես այդ կանոնները, նույնիսկ մեկ անգամ դա կավարտվի։ Հակոբը գլխով արեց, նրա աչքերը փայլում էին զսպված արցունքներից։ Ես հասկանում եմ։ Եվ ես խոստանում եմ, որ կհարգեմ բոլոր կանոնները։ Բոլորը։ Դատավորը, վերանայելով զեկույցները լսելով երկու կողմերին, թույլատրեց աստիճանական առանց վերահսկողության այցելություններ։ Սկսելով մի քանի ժամից, հետո կես օրից, ի վերջո ամբողջական հանգստյան օրերից, երբ Միքայելը մեծանար։ Եվ զարմանալիորեն, Հակոբը կատարեց։ Յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր կանոն, յուրաքանչյուր պարտավորություն։ Տարիներն անցան։ Միքայելը մեծացավ, մանկուց դառնալով փոքրիկ երեխա, լի էներգիայով հետաքրքրասիրությամբ։ Մարիամը նորից սկսեց դասավանդել, նորից ուրախություն գտնելով իր մասնագիտության մեջ։ Տիկին Էլենը ի վերջո վերադարձավ Գյումրի, բայց հաճախ էր այցելում, Միքայելը պաշտում էր նրան։ Հակոբը դարձավ Միքայելի կյանքում մշտական, բայց հարգալից ներկայություն։ Նրանք երբեք նորից զույգ չդարձան, հավանաբար երբեք էլ ընկերներ չէին լինի, բայց նրանք գտան միջոց գոյակցելու երեխայի բարօրության համար։ Իսկ Մարիամը ծաղկեց։ Նա թույլ չտվեց, որ դավաճանությունն ու ցավը սահմանեն իրեն։ Փոխարենը, նա դրանք վերածեց ուժի։ Նա նորից սկսեց վստահել իրեն, գնահատել իր ինտուիցիան, սահմանել առողջ սահմաններ։ Եվ երբ Միքայելը հարցնում էր, ինչպես բոլոր երեխաները ի վերջո հարցնում են, թե ինչու մայրիկն ու հայրիկը միասին չեն ապրում, նա պատասխանում էր տարիքին համապատասխան ազնվությամբ։ Երբեմն, բացատրում էր նա, մարդիկ տարբեր ուղղություններով են աճում։ Եվ դա նորմալ է։ Կարևորն այն է, որ թե մայրիկը, թե հայրիկը քեզ շատ են սիրում։ Եվ մենք միշտ կսիրենք քեզ, անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Մի հանգիստ գիշեր, երբ Միքայելը 4 տարեկան էր քնած էր իր փոքրիկ սենյակում, Մարիամը նստեց պատշգամբում մի բաժակ թեյով նայեց Երանի վերի աստղերին։
Նա մտածեց այն ամենի մասին, ինչ անցել էր, բոլոր արցունքների մասին, այն բոլոր պահերի մասին, երբ կարծում էր, որ չի կարողանա շարունակել։ Եվ հետո նա մտածեց Միքայելի մասին, նրա ժպիտի, նրա ծիծաղի, այն մասին, թե ինչպես էր նա վազում իր գրկին, երբ նա տուն էր գալիս։ Եվ նա հասկացավ մի հիմնարար բան. նա հաղթել էր։ Ոչ թե այն պատճառով, որ Հակոբը փոխվել էր, թե դա լավ էր Միքայելի համար։ Ոչ թե այն պատճառով, որ դատավորը որոշել էր իր օգտին, թե դա էական էր։ Նա հաղթել էր, որովհետև գոյատել էր։ Վերակառուցվել էր։ Գտել էր ուժ այնտեղ, որտեղ կարծում էր, որ միայն ավերակներ կային։ Նա բաժակը բարձրացրեց դեպի երկինք, լուռ կենաց ասելով իրեն, բոլոր այն կանանց, ովքեր պայքարում են անտեսանելի մարտերում, բոլոր նրանց, ովքեր ընտրում են նորից սկսել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Եվ շշնջաց գիշերին. մենք հաջողեցինք, Միքայել։ Եվ մենք կշարունակենք հաջողել։ Միշտ։ Որովհետև դու արժանի ես լավագույնին։ Եվ ես միշտ կտամ իմ լավագույնը քեզ համար։ Աստղերը փայլեցին ի պատասխան, լուռ վկաներ մի խոստման, որը Մարիամը գիտեր, որ միշտ կպահի։ Եվ կողքի սենյակում Միքայելը հանգիստ քնում էր, պաշտպանված ամենաուժեղ սիրով, որը գոյություն ունի։ Մի մոր սերով, ով երբեք չհանձնվեց։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Հակոբի պատմությունը դիպավ ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք Մարիամի հաղթահարման ճանապարհով, այն ուժով, որ նա գտավ իր որդի Միքայելին պաշտպանելու համար, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա նրա քաջությունն էր դատարանում։ Այն վերափոխումը, որ նա ապրեց։ Թե հույսը, որ հնարավոր է նորից սկսել նույնիսկ այդքան ցավից հետո։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախոր կողմերը, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում արժանապատվությունն ու սերը կարող են հաղթել։ Իրական կանանց տղամարդկանց պատմություններ, ովքեր բախվում են աներակայելի մարտահրավերների, իրենց ներսում գտնում են շարունակելու ուժը։ Բաց մի թողեք մեր հաջորդ դրվագը, որտեղ մենք կբերենք մեկ պատմություն, որը կդիպչի ձեր հոգուն։ Մենք ձեզ սպասում ենք այստեղ, միշտ կարևոր պատմություններով, որոնք փոխում են, պատմություններ, որոնք մնում են ձեզ հետ դրանք լսելուց շատ հետո։ Մինչ հաջորդ անգամ, շնորհակալություն այս հուզիչ ճանապարհորդության մեզ ուղեկցելու համար։